Ողջույն ու բարեկալուստի տեսնողներ, դուք դիտում եք հարցազրույցը, ես Ռուբեն Բաղանչյանն եմ։ Այսօր իմ հյուրն է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Պարոն Զուրաբյան, շնորհակալություն այս հնարավորության համար մեր տաղավար գալու։ Սա ի դեպ մեր անդրանիկ հարցազրույցն է մեր եթերում։ Այսինքն մեծ պատիվ է, որ անդրանիկը սկսում ենք ինձանով։ Շնորհակալ եմ։ Պարոն Զուրաբյան, Իրան-Իսրայել հակամարտությունը այսպես թևակողեց արդեն զինված բախումների փուլ, տարբեր կանխատեսումներ իհարկե եղել են եւ հիմա էլ լինում են կանխատեսումներ։ Ձեր տպավորությամբ նաեւ դատելով Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունից կարծես թե այս գործընթացը ավելի հեռուն է գնալու եւ ավելի ձգվելու է։ Ինչ է կատարվում հիմա այս փուլում եւ որն է մեր անելիքը։ Իրականում սա կենաց մահու պատերազմ է, սա ուղղակի հարվածների փոխանակում չի, սա ուժի ցույց չի, սա իսկապես կենաց մահու պատերազմ է, որովհետև Իսրայելը իր առաջ դրել է նպատակ կարելի ասել ոչնչացնել Իրանը որպես պետություն։ Եվ միջև վերջ գնալու է այդ ուղղությամբ, ամենայն հավանականությամբ կներքաշի նաև Միացյալ Նահանգներին պատերազմի մեջ եւ գլխավոր հարցը, որը մնում է, այն է, թե արդյոք այսօրվա իշխանական համակարգը Իրանի կկարողանա դիմանալ այդ հատվածներին։ Խնդիրը կապված է այս պատերազմի մեջ ցամաքային ուժի գործածման հետ։ Բան այն է, որ ռմբակոծումներով իհարկե կարելի է մեծ վնասներ տալ, կարելի է սպանել բարձրաստիճան պաշտոնյաներին, գլխատել բանակը, բայց քանի դեռ պատերազմի մեջ չի մտնում ինչ որ մի ցամաքային բանակ, Իրանին հնարավոր չի ծնկի բերել, ամենայն հավանականությամբ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները խաղադրույքը դնում են այն զարգացումների վրա հնարավոր, որ Իրանի տարբեր էթնոսներ, այդ թվում ադրբեջանցի, քրդերը եւ բելուջները կարող են ապստամբել եւ ինչպես նաեւ ընդհանրապես իրանական իշխանությունից դժգոհ տարբեր էլեմենտներ կարող են ապստամբել եւ ստեղծել անկառավարելի վիճակ իշխանության համար, որից հետո նաեւ դառնալ այդ ցամաքային բանակի հիմքը։ Պարոն Զուրաբյան, նաև այսպես տարբեր կանխատեսումներ այն մասին, որ կարող է երկարատև ձգվել պատերազմը, նաև հիմք հանդիսանում են, որ Իրանը թեև օրինակ տնտեսական վիճակը այնքան էլ օրինակ լավ բավարար վիճակում չի, բայց ամեն դեպքում այսպես ինքնաբավ պետություն է, սեփական զինատեսակների արտադրություն ունի եւ այսպես կարող է իսկապես երկար դիմանալ պատերազմում չնայած տարատեսակ սանկցիաներին։ Ինչ հետաքրքիր է նաեւ այս հատվածում քննարկել օրինակ, երբ որ շատ ես չգիտեմ արդյոք գերագնահատվում է թե չէ, դուք էլ դրա մասին խոսեցիք, ներքին ապստամբությունների հնարավորության մասին, հատկապես Իրանի հյուսիսում բնակվող այդ ադրբեջանախոս իրանցիների կամ ադրբեջանական ծագում ունեցող իրանցիների դերի մասին։ Արդյոք մենք չենք գերագնահատում նրանց դերը։ Գիտեք, խնդիրը իսկապես գալիս է այն կետին, թե արդյոք Իրանի բնակչության դժգոհությունը ինչ որ պահի կհասնի այն քրիտիկական մի հանգրվանի, երբ որ կլինի ներքին պայթյուն։ Խնդիրը նաև տնտեսական դժվարությունների հետ է կապված, այսինքն արդեն եղել են մի քանի փորձեր Իրանում կայունությունը խախտելու, ապստամբելու իշխանությունների դեմ, երբ այդ փորձերը կապված են եղել ինչպես տնտեսական խնդիրների հետ, քանի որ Իրանը բավականին երկար ժամանակ սանկցիաների տակ է եւ նրա տնտեսական զարգացումը դժվարացված է, այնպես էլ գաղափարախոսական խնդիրների հետ, մասնավորապես այդ թեոկրատիկ ռեժիմի սահմանափակումների հետ, եւ այդ բոլոր էլեմենտների զուգակցումը
կարող է բերի կայունության խախտմանը, որի արդյունքում արդեն այո կծնվի նաև սեպարատիստական շարժումներ։ Այս պահին այո, դա մարգինալ է, սեպարատիզմ Իրանում գոյություն չունի, բայց որպես լուրջ ինչ որ դրսևորում, բայց եթե երկար տևի այս ռազմական գործողությունները, եթե տնտեսական բարդությունները խորանան, եթե օրինակի համար, ինչպես Իսրայելը պնդում է, արդեն նաև կարողանան սպանեն Իրանի առաջնորդին, բնականաբար այդ ամեն ինչը զուգակցված կարող են խնդիրներ ստեղծել կառավարելիության եւ արձակել են ամբողջ զարգացումների փաթեթը, որը հիմա մենք նկարագրեցինք։ Պարոն Զուրաբյան, Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունները բավականին այսպես առաջին հայացքից մտահոգիչ թվում, որովհետև այնտեղ կարծես թե կանխատեսել եք կամ խոսում եք այն մասին, որ հավանական սցենարներից մեկն այն է, որ կարող են փախստականների զգալի այսպես ներհոսք ունենալ։ Դուք իրապես այդպիսի վտանգներ տեսնում եք իրադրության այս պայմաններում։ Կոնկրետ այսօր ոչ, բայց իրավիճակը զարգանում է եւ քանի որ ես ասում եմ, սա պատերազմ է, կենաց մահու պատերազմ է եւ սա սովորական մի հատ ինչ որ ռազմական տենց փոխանակում չի բաների հարվածների, գնալու են Իսրայելը եւ նաեւ հավանաբար շուտով եւ Ամերիկան կմիանա, գնալու են միջև վերջ, հետեւաբար եթե այս զարգացումները ինչպես ես նկարագրեցի խորանան, այո, կարող են ունենալ նաեւ փախստականների հոսքեր, սա շատ կարևոր է եւ այստեղ խնդիրը վերաբերում է ավելի ընդհանուր ձևով մեր սահմանի կառավարմանը, որտեղ սա մենակ հոսքեր չեն, սա նաեւ կարող է պրովոկատիվ չոտերորիստական խմբեր լինեն, որոնք փորձեն հատել սահմանները, ինչ որ խնդիրներ անել, ընդ որում իրավիճակը բարդանում է, որ մենք այդ դեպքում կունենանք ոչ միայն անկայուն հայ-իրանական սահման, մենք նաեւ կունենանք Սյունիքի երկու կողմից հայ-ադրբեջանական անկայուն սահման։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը միանշանակ ստրատեգիական սպասման մեջ է, նա սպասում է, թե ինչին կբերի այս ամերիկյան, իսրայելական այս հարձակումները, նորից ասեմ, որ Ամերիկան դեռ չի միացել, բայց դա գնալով հավանական է դառնում, իրենք սպասելու են արդյունքներին, իրենք սպասելու են Իրանի իշխանական համակարգի թուլացմանը եւ ես չեմ ասում, ես չգիտեմ դա ինչքան ժամանակ կտևի եւ ընդհանրապես կունենա թե տեղի կունենա թե ոչ, բայց այդ զարգացումները կան, այդ զարգացումները կանխատեսվում են, այդ զարգացումները պլանավորվում են այս պատերազմի հեղինակների կողմից, հետեւաբար Ադրբեջանը ինչ որ պահի կարող է դիտարկի նաև կարևոր տենց գործողություններ, նաև ռազմական, ընդ որում ինչպես պիտի փաթեթավորվի դա։ Դա շատ հեշտ է փաթեթավորել, եթե Իրանում իրավիճակը խառնվում է, Ադրբեջանը հայտարարում է նրա մասին, որ իրավիճակը Իրանում խառն է, մենք արդեն կապը չունենք Նախիջևանի հետ, ոնց որ երաշխավորված կապ չունենք, մեզ պետք է ստեղծել երաշխավորված կապ, մենք պետք է մեր անվտանգությունն է եւ ստեղծեն Սյունիքի գրավման անհրաժեշտ հիմքերը, դա շատ հեշտ է կանխատեսել, որ այդ բաները կարվեն։ Ես չեմ ասում, որ սրանից խուսափել հնարավոր չի, իրականում եթե մենք ունենայինք ստրատեգիական մտածողություն ունեցող ղեկավարներ, մի բան, որ ցավոք սրտի Հայաստանում չունենք այս պահին, կարելի էր քայլ առաջ անցնել, ինչ որ միջոցառումներ ձեռնարկել, կարելի էր խոսել աշխարհի ազդեցիկ խաղացողների հետ, եւ Ռուսաստանի հետ, եւ Միացյալ Նահանգների հետ, եւ եվրոպացիների հետ, պետք է նաեւ որոշակի դիվանագիտական ջանքեր եւ հակամարտող կողմերի ուղղությամբ ունենալ, ասենք Իրանի եւ Իսրայելի, ինչպես նաեւ բնականաբար շարունակել խոսել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։
Բայց մենք պետք է մի բան հասկանանք, մենք գտնվում ենք շատ անկայուն անվտանգության միջավայրի առումով, շատ անկայուն տարածաշրջանում, մենք ունենք մեր կողքը սիստեմային հակատիատության վրա կառուցած մի պետություն, որը Ադրբեջանն է, մենք ունենք Թուրքիա մյուս հարևան, որը ամբողջությամբ աջակցում է Ադրբեջանին, եւ սա ստեղծում է շատ ծանր եւ վտանգավոր միջավայր։ Մենք փոքր երկիր ենք, մեր ռեսուրսները շատ չեն եւ նման անկայուն անվտանգության միջավայրում դիմակայելու համար մենք կարիք ունենք անվտանգության կոլեկտիվ համակարգի։ Հիմա որ փորձենք տեսնենք որն են մեր ընտրանքները, ինչ պիտի անի իշխանությունները, մենք եկեք տեսնենք ինչ ընտրանքներ կան։ Մի ընտրանքը դա այն էր, ինչ որ կար, այսինքն անունենք ՕԴԿԲ, թե Ռուսաստանի հետ երկկողմանի հարաբերություններ, բայց այդ սիստեմը ինչքան էլ որ նա հիմա խնդրահարույց լինի, ինչքան էլ որ մենք խնդիրներ ունենանք ռուսների ռեակցիայի հետ, ասենք Ղարաբաղյան հակամարտության ընթացքում իդեպ շատ մեծ վնաս տվել են նաև Հայաստանի իշխանության գործողությունները այդ հարաբերություններին, բայց այդ համակարգը կա, Ռուսաստանի զորքերը ներկա են Հայաստանի տարածքում, կան փոխադարձ պարտավորություններ երկկողմ եւ բազմակողմանի, այսինքն դա գործող համակարգ է, իր բոլոր թերություններով դա միակ գործող բանն է եւ դրա բոլոր հնարավորություններից պետք է օգտվել։ Հիմա տեսնենք իսկ ինչ ուրիշ ընտրանքներ կան, ինչ այլ ընտրանքներ կան։ Մի բան որ գալիս է մեր բոլորիս մտքին, ասենք, հա, դրա մասին շատ են խոսում, հատկապես արևմտամետ ձևացնող, իրանց ձևացնող մեր բայց իրականում մեր իշխանությունների սատելիտները, դա ՆԱՏՕ-ն է, բայց այդտեղ էլ պետք է հասկանանք, որ ՆԱՏՕ-ի անդամ է եւ ամենաազդեցիկ ոնց որ պետությունն է տվյալ ռեգիոնում Թուրքիան, որը ազդելու է ՆԱՏՕ-ի որոշումների վրա, նախ արգելք է դնելու Հայաստանի անդամության վրա, լավագույն սցենարը, քանի դեռ Հայաստանը իրանց բոլոր անհրաժեշտ պահանջները չի կատարել, սա մեկ, երկրորդը ՆԱՏՕ-ի քաղաքականությունը ռեգիոնում ավելի շատ ոնց որ տանելու հենց Թուրքիան է, ավելի մեծ ազդեցություն ունենալու է Թուրքիան, այսինքն ինչ ուզում եք ասեք, որևէ կերպով, եթե դու անգամ ինչ որ կապեր հաստատես ՆԱՏՕ-ի հետ, մենք պետք է հասկանանք, որ այդ քաղաքականությունը լրիվ թելադրվելու է Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի կողմից։ Հետևաբար մենք հասկանում ենք դրա մի քիչ խնդրահարույց լինելը։ Իհարկե կարելի ասել, որ միգուցե իմաստ ունի արևմտյան երկրների հետ առանձին աշխատել, օրինակի համար Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, չգիտեմ, Գերմանիայի, Հունաստանի։ Էդ էլ եթե վերլուծում եք, տեսնում եք, որ Միացյալ Նահանգների դեպքում այդ քաղաքականությունը միջին արևելքում, ինչպես տեսնում ենք, ավելի շատ թելադրված է Իսրայելի կողմից, իսկ Իսրայելի համար Ադրբեջանը դաշնակից է։ Մնացած պետությունները լուրջ խնդիրներ են լոգիստիկ ունենալու եւ ռեսուրսային խնդիրներ ընդհանրապես միջամտելու Հայաստանի գործերին կամ Հայաստանի անվտանգությունը ապահովելու գործերին, սա իրականում բացարձակապես իրատեսական չի հնչում։ Իրանի հետ համագործակցելը արդեն մենք տեսնում ենք շատ վտանգավոր է նկատի ունեմ ռազմական առումով, որովհետև Իրանի գոյությունն է արդեն կասկածի տակ դրված այս հարձակումների եւ այս պատերազմի արդյունքում։ Այսինքն մենք տեսնում ենք, որ մեր կոլեկտիվ անվտանգության մեր ընտրանքները այնքան էլ շատ չեն ու իրականում եթե շատ իրատեսական մոտենանք, միակ ռեալ շանսը այն է, որ մենք պետք է փորձենք աշխատացնել
մի քիչ ավելի արդյունավետ արկա այն համակարգը, որում կանք, գումարենք դրան, այնուամենայնիվ համագործակցությունը Արևմուտքի հետ, Միացյալ Նահանգների հետ, Ֆրանսիայի հետ, մնացած Արևմտյան Եվրոմիության հետ, որպեսզի նրանք անհրաժեշտ ճնշումը գործադրեն Ադրբեջանի ու Թուրքիայի համար, որ այնուամենայնիվ չթողնեն Ադրբեջանին ու Թուրքիային օգտվել այս իրենց համար բարենպաստ միջավայրից Հայաստանին տարածքային կորուստներ պատճառելու ուղղությամբ։ Պարոն Զուրաբյան, իդեպ դուք Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը այսպես իրավիճակին համարժեք համարում եք, թե դա այսպես կարող է վտանգներ պարունակել այն առումով, որ Հայաստանի իշխանությունները անընդհատ խոսում են Արևմուտքի հետ հարաբերությունների մերձեցման մասին, բայց հայտարարությունը Իրանի մասով բավականին այսպես կողմնակալ էր, ի տարբերություն օրինակ Ադրբեջանի հայտարարության, որը ոչ թե կողմերից մեկին սատարում էր, այլ ընդհանուր առմամբ այսպես շատ բալանսավորված հայտարարություններ անում։ Թե մենք ամեն դեպքում այլընտրանքել չունենք եւ Իրանի հետ մեր այսպես դարավոր բարեկամությունը կամ հարևանությունը այլ հնարավորություն չի թողնում։ Դե միգուցե կարելի է ավելի զուսպ հայտարարություն անել, որովհետեւ իսկապես հիմա շատ անկանխատեսելի է, թե ինչեր կարող են լինել։ Ամեն դեպքում ճիշտ կլիներ բավարարվել նրանով, որ կոչ արվեր հանգստության, չգիտեմ, խաղաղության, զինադադարի, ավելին չեմ կարծում, որ հայկական կառավարությունը պետք է անի եւ ընդհանրապես հիմա ավելի կարեւոր է ոչ թե Հայաստանի հրապարակային դիրքորոշումները, այլ անդերկուլիսային դիվանագիտությունը, որը Հայաստանը պետք է շատ ակտիվ անի, բայց դա մենք չենք տեսնում, տեսնում ենք հակառակը, երկրի ղեկավարը այնց է իր պահում, որ կարծես հեծանիվ քշելը եւ երկրի հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ կամ կաթողիկոսի դեմ արշավը ավելի կարևոր են իր համար, քան թե Հայաստանի անվտանգության, ազգային անվտանգության շահերը։ Ավելին ձեզ ասենք կոնկրետ այս դեպքում, ինչ որ վերաբերվում է այս կոնֆլիկտին, որ ինքը առաջացրեց եկեղեցու հետ եւ կաթողիկոսի հետ, որը ահա որ բաժանարար բան է, մթնոլորտ է ստեղծում Հայաստանում, խորացնում է ներքին պառակտվածությունը եւ հակամարտությունը, այս վիճակում նա քիչ պետք է զսպեր իրան, պետք է գնար ինչ որ քայլերի հաշտեցման, պետք չէր սկսել նախ առաջ այս արշավը, բայց գոնե երբ որ տեսնում ես, որ այդ մի սխալ ուղղությամբ գնացել ես, բայց որ տեսնում ես, որ սա նաև կարող է դառնալ շատ վտանգավոր այս միջավայրի մեջ։ Պետք է ճիշտ բան կանգ առնել։ Պետք է իսկապես ճիշտ բան կանգ առնել, ավելին պետք է հասկանալ, որ այսօր մեր հենց ազգային անվտանգության շահերից բխում է այն, որ մենք պետք է փորձենք չեզոքացնել բոլոր հակամարտությունները, ներքին հակամարտությունները մեր հասարակության մեջ։ Այսօր իսկապես կարևոր է այսպեսի պահերին, որ մի քիչ ազգը ավելի միաբան լինի, հակամարտությունները քիչ լինեն, մարդիկ ավելի նվիրված լինեն համազգային պաշտպանության եւ պահպանության գաղափարին, եւ սա իսկապես մի պահներ, որը եթե ինքը օրինակի համար այցելեր հայ առաքելական եկեղեցու ղեկավարին, վեհապարին եւ հաշտության ձեռք մեկներ նրան, այս պահին դա չէր ընկալվի որպես Փաշինյանի կողմից թուլություն, այլ իրականում կընկալվեր որպես հզոր քայլ, բայց ինքը դա չի անելու, որտեղ ինքը շատ փոքր մարդ է, իր նպատակները փոքր են, ուղղված են պառակտմանը, ուղղված են իր սեփական PR-ին, ընտրություններից առաջ ինչ որ հարցեր լուծելուն եւ ոչ թե ասենք մեր ազգային անվտանգության շահերը սպասարկելուն։ Պարոն Զուրաբյան, քանի որ ներքաղաքական հարցերին այսպես հանցում կատարեցինք սահուն կերպով, ինձ հետաքրքիր է ձեր վերաբերմունքը իմպիչմենտի գործընթացին, խորհրդարանական ընդդիմությունը արդեն
մասնավորապես պատիվ ունեմ ֆրակցիան երկար ժամանակ այդ թեման, այսպես ասած, տակ հապահում, որն է իրականում այս թեմայի բուն նպատակը եւ ինչ են ուզում հասնել։ Գիտեք, ես չեմ հասկանում ինչ են անում, որովհետեւ իսկապես եթե ինչ-որ լուրջ այդ մարդիկ, ովքեր այդ impeachment-ի հարցը կամ անվստահությունը Փաշինյանի նկատմամբ համարում են կարևոր գործ, եթե իրանք հայտնում են դրա մասին, իրենք պետք է իսկապես սկսեն այդ process-ը եւ բան անեն, այդ ստորագրությունները հավաքեին, ինչքան որ կա, ներկայացնեին, բայց իրանք դա չեն անում։ Ընդ որում, ասեմ ձեզ, ինձ ոչ հասկանալի է բանի այդ Սարգսյանական թևի գործողությունները, որովհետև ակնհայտ է ամենայն դեպս, որ կան լուրջ խոչընդոտներ այդ impeachment-ի process-ը բավարար քանակի տանելու համար, բայց ինձ նաև հասկանալի չի Քոչարյանական թևի գործողությունները, որովհետև եթե ձեզ մեղադրում են նրա մեջ, որ դուք չեք դնում ձեր ստորագրությունները impeachment-ի տակ, ինչն է ձեզ խանգարում այդ ստորագրությունները դնել այդ impeachment-ի տակ։ Այսինքն ինձ համար երկուստ է այդ խաղերը անհասկանալի են։ Ես չեմ հասկանում ինչ է process-ի իմաստը, որն է։ Դե սպասենք, միգուցե մեր գնահատականները, ասենք, բան են, չափազանց սկեպտիկ են եւ հնարավոր է ինչ որ բաներ գիտեն process-ի նախաձեռնողները եւ դա կապացուցեն մոտ ապագայում։ Ընդհանուր առմամբ ես առայժմ չեմ հասկանում եւ չեմ տեսնում որևէ ինչ ասեմ կարևորություն այդ process-ի մեջ։ Ես տեսնում եմ ավելի շատ երկու քաղաքական ուժի միջև հակամարտություն։ Դրա մասին ես լիդերության համար։ Այսինքն այսպես դիտխոսային ընդդիմության համար է կռիվը։ Ոնց որ ուրիշ բացատրություն դժվար է գտնել։ Համենայնպես այդտեղ ես իսկապես լուրջ գործընթաց նախընտրական տրամաբանության ներքո սեփական դիրքերը ավելի կողմից մեկին։ Իհարկե կարելի է։ Մի բան ասեմ, եթե այս բանն էլ չեմ հասկանում, ասենք Քոչարյանական ընդդիմությունը եթե պրոբլեմ չունի առաջադրած տեխնացուի դեմ, ինչը իրանք ասում են պրոբլեմը տեխնացուի մեջ չի։ Այդ դեպքում կարային այդ ձևա թղթի տակ դնեն իրանց ստորագրությունները։ Բայց այսինքն դա կլներ ավելի ազնիվ կլներ, եթե ասեին բանա, ասենք մենք այդ process-ին չենք հավատում կամ չենք ընդունում այդ տեխնացուին, բայց այդ չեն ասում։ Դե ստորագրությունները չեն ասում։ Մյուս կողմից էլ ասում են թող պատիվ ունեմը կարողանա համոզի սեփական ֆրակցիայից դուրս եկած մյուս պատգամավորներին։ Ես ասեմ, այս փոխհրաձգությունների մեջ շատ խորանալու ցանկություն չունեմ, որովհետև ինձ անհասկանալի է եւ մեկ եւ մյուս կողմի մոտիվացիան, կամ միգուցե շատ հասկանալի է, բայց ինչ ասեմ, լուրջ բան այդտեղ չեմ տեսնում, հետեւաբար դրա մեջ խորանալու ցանկություն էլ չունեմ։ Պարոն Զուրաբյան, 2026 թվականի ընտրություններից առաջ տարբեր քաղաքական ուժեր այսպես վերադասավորվում են, տարբեր դիրքավորումներ են լինում։ Դուք ձեր տպավորությամբ հնարավոր է արդյոք, որ այսպես ընդդիմությունը առանձին գործելով տարբեր քաղաքական ուժեր, թեկուզ երկրորդ նախագահը, երրորդ նախագահը, ինչու՞ չէ նաև դուք այսպես առանձին գործելով կարողանաք հասնել այսպես ձեր ցանկալի հաջողությանը այն իշխանափոխությանը։ Չէ, առանձին գործելով ոչ մի բան չենք հասնի, այսօր ընտրություններից 1 տարի առաջ, ասենք, ձևավորվել են եւ դիրքավորվել են երկու խաղացող, մեկը դա Փաշինյանական ճամբարն է, մյուսը դա Քոչարյանական ճամբարն է, որոնք աներկբա խոսում են նրա մասին, որ գնալու են ընտրությունների եւ պայքարելու են իրար դեմ։ Այսինքն մեծ հաշվով գոյություն ունի այդ երկու քաղաքական բևեռը այս պահին։
եւ եթե սա այդպես շարունակվի, ես բնականաբար կանխատեսեի Փաշինյանի հաղթանակը այն պարզ պատճառով, եթե իհարկե ֆորս մաժորային ինչ-որ խնդիրներ չառաջանան, որոնք իսկապես կարող են առաջանալ, հատկապես այս պատերազմի Իրան-Իսրայել պատերազմի սկզբնավորումից հետո, բայց եթե չառաջանան, ուրեմն Փաշինյանին իրանց ձեռը կոտրելով կարող է մի հատվածը ժողովրդի գնա քվեարկի, որովհետև համարելու է, որ ինչքան էլ անդուր է այն ինչ որ ինքը անում է, բայց ասի դե լավ գոնե ինչ որ խաղաղություն պահպանում է այս մարդը, գնանք ձենը իրան տանք, առանց հասկանալու, որ այս մարդը ոչ մի խաղաղություն չի պահպանում, այս մարդը իրականում ապրում է օրվա բաներով, տենց պահանջով, ինքը ոչ թե խաղաղություն է ապահովում, ինքը խաղաղությունը մուրում է, իսկ խաղաղություն մուրալը դա խաղաղությունը չապահովելու ամենակարճ ճանապարհներից մեկն է, բայց այդ դեմագոգիան կարող է աշխատի, որովհետև շատերը կասեն դե լավ, գնում է բանը գորկախառնվում է Էրդողանի, Ալիևի հետ, չգիտեմ, պատժում է իրանց տարբեր մասերը, բայց գոնե դրանով ապահովում է ինչ որ խաղաղություն մեր ժողովրդի համար, այս բանով կարող են խաբվել։ Եթե սցենարով գնա ինչպես է հնարավոր ճեղքել այդ երկու բևեռը ու այլ այսպես քաղաքական օրակարգ առաջարկել։ Հա, ես դրա մասին եմ ասում, իրականում չնայած այս երկու ճամբարն են ու չնայած ամեն մեկը ունի իր միջուկային էլեկտորատը, ոնց որ ասում են, ամեն մեկը ունի իրանց նվիրված ինչ որ բան ընտրազանգված, բայց այդ ընտրազանգվածները իրականում այդքան մեծ չեն։ Այսինքն ահագին sense կոպիտ ձևակերպեմ, ահագին մեծ ընտրազանգված տարբեր գնահատականներով մինչև 70% մնացել է անտեր։ Եվ այս անտեր շակերտներով իհարկե ընտրազանգվածի համար գնալու է պայքար, եւ եթե այդ պայքարի մեջ մտնեն, ասենք Փաշինյանի ցանկացածը այն լինի, որ մտնեն բազմաթիվ ուժեր, ասենք մի 20 կուսակցություն սկսեն պայքարել այդ տեղերի համար եւ փոշիացնեն այդ ընտրազանգվածը, որտեվ մեկը ասենք 1% քաղաքի, մեկը 2, 3 եւ այլն, անգամ նրանք ովքեր ինչ որ շեմեր կարողանան հայտարարեն, հաղթարեն, նրանք հետո պարլամենտ պյանցնեն շատ փոքր խմբակցություններով, ու այդ վիճակում Փաշինյանին կհաջողվի հետագայում պահպանել իշխանությունը։ Ինչն է, որ կարող է այդ սցենարը փոխել։ Դա մի հսկայական հզոր ուժի առաջացումն է, որը մեր հանրության աչքում, այդ 70%-ի աչքում կդառնա գլխավոր այլընտրանքը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Այդպեսի ուժի առաջխաղացումը եւ ստեղծումը ես շատ հնարավոր եմ համարում, որովհետեւ իրականում մեր ժողովրդի մեջ կա այդ սոցիալական պահանջարկը։ Մարդիկ ուզում են դա, մարդիկ ամենտեղ, ես կարծում եմ ոչ միայն ինձ, այլ շատ քաղաքական գործիչներին փողոցում կանգնացում են, ասում են ուրա մի հատ ստեղծեք, մի հատ այդ լուրջ ուժ, որ մենք գնանք ձեր հետևից։ Մի քանի քաղաքական ուժերի եւ անհատների միավորման արդյոք։ Ես կարծում եմ, այստեղ պետք չի մենակ քաղաքական ուժերի միավորում փնտրել, սա պետք է լինի լայն հասարակական միավորում, որտեղ պետք է ընդգրկվեն ոչ միայն քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այլ պետք է ընդգրկվեն մտավորականներ, ինչու՞ չէ հասարակական կարծիքի վրա ազդեցություն ունեցող, ասենք, բլոգերներ եւ այլն, այսինքն պետք է մի հատ sense միաձուլում լինի քաղաքական եւ պետական կառավարման փորձառություն ունեցող մարդկանց եւ թարմ գաղափարներով, թարմ դեմքով առաջ եկող գործիչների միջև։ Այսա, եթե այս միաձուլումը, այս դաշինքը, այսպես ասած, հանդես գա մի լուրջ պլատֆորմով եւ ներկայացնի մեր ժողովրդին իր տեսլականը, թե մենք ինչ Հայաստան ենք ուզում, որտեղ մենակ Նիկոլ հեռացնելու գաղափարը ոչ դա բավարար չի։ Ժողովուրդը հարցում է իսկ Նիկոլին, որ հանենք, ով է գալու ու ինչ է անելու։ Այդ հարցի պատասխանը, եթե գեներացվի,
շատ մեծ գործ կարվի եւ այդ ուժը իրականում կսկսվի ձևավորել եւ մենք ընտրության արդեն կգանք կայացած ձևավորված մի շարժմամբ, ընդ որում ցանկալի համաժողովրդական շարժմամբ, որը կփոխի ընթացքը երկրում։ Մենք հիմա օրինակի համար ինչ որ ջանքեր այդ ուղղությամբ անում ենք, այլ կուսակցությունների հետ, նաև այլ եւ որոշ մտավորականների անհատների հետ, ասենք հայկական օրակարգ պլատֆորմի նախաձեռնության շրջանակներում, որտեղ փորձում ենք գեներացնել Հայաստանի ապագա տեսլականը եւ որ ասելիք ունի այդ հարցով գալիս են դիմում են այդ նախաձեռնությանը եւ այդ ասելիքը ներկայացվում։ Ես կարծում եմ այս գործընթացը շատ հարմար գործընթաց է նրա համար, որ կամաց-կամաց մենք մտնենք այդ համաժողովրդական շարժման ստեղծման վիճակի մեջ եւ արդեն գանք ներկայանանք ժողովրդին որպես լայն հասարակական քաղաքական միավորում շատ հստակ տեսլականով Հայաստանի ապագայի մասին։ Շնորհակալ եմ պարոն Զուրաբյանը համար, ցավոք մեզ ժամանակը սահմանափակ է եւ հույս ունեմ ապագայում էլի կհանդիպենք ու այլ հարցեր։ Շատ լավ, ես էլ ձեզ եմ շնորհակալ։ ITS մեդիայի եթերում հարցազրույցն է, շարունակեք հետևել մեզ։